Մի անգամ մամայի հետ եկել էի գործի։ Ոնց է, շատ եք քրտնե խաղացել։ Դեպքում են։ Գնանք մի հատ խաղասենյակ։ Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին։ Հիմնականում մենք 3 ուղղություններով ենք աշխատում, ծառայություններ ենք մատուցում երեխաներին եւ ընտանիքներին, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, ունեն տարբեր զարգացման խնդիրներ, ունեն տարբեր վարքային խնդիրներ կամ առհասարակ հասարակությունում ներառվելու եւ ներդաշնակ զարգացմանը խթանելու գործընթացներ ենք տանում։ Երկրորդ մեր հիմնական մոտեցումը դա համայնքի մակարդակում երեխայի պաշտպանության եւ սոցիալական պաշտպանության համագարքին հզորացված միտված ծրագրերն են եւ երրորդը դա մեր սոցիալական ձեռնարկատիրությունն է Զարմանը, որը որ արտադրում է էկոլոգիապես մաքուր խաղեր եւ ինքը իր սոցիալական ազդեցությունը ունի մի քանի ուղղություններով, այսինքն ներգրաված են մեր մոտ հաճախող երեխաների ծնողները գործընթացների մեջ, այդ ստեղծված խաղերը օգնում են երեխաների զարգացմանը եւ մասնագետներին, ինչպես նաեւ դրա եկամուտը եւ շահույթը գնում է այլ սոցիալական ծրագրերի։ Մենք ունենք 7 երեխայի զարգացման կենտրոններ Հայաստանում, դա Վայոց ձորում է, Արարատում է, Արմավիրում է, Կոտայքում է եւ Երևանում է։ Բայց ոնց հլա խաղացի, բան արեցի, գնացի, ոգևորված։ Իսկ այսօր հաց ենք ուտելու։ Այո։ Արդեն պատրաստ է։ Պաստա, բայց Դեռ չեք դրել, հասկացա։ օգնում եմ, որ հաղաց սենանգում եմ մերնում, Մարիշը ինձի ասում է, ինչ աղջկա է դասս։ Արդեն 13 տարի կա, որ այստեղ աշխատում եմ։ Իսկ սկզբանե տնօրենս միշտ ինձ ասել է, երբ որ քեզ պետք լինի, որ պիտի երեխայի հետ կապված քո գնալը ցանկացած ժամանակ, նախ ես 1 ժամից ավել շուտ եմ դուրս գալիս, որպեսզի աղջկաս վերցնեմ կենտրոնից։ Այստեղ անձնակազմը ընտանիքի նման բոլորը ցանկացած մեկի երեխան եթե ստեղ է լինում, իրանք անպայման իրանց ուշադրությունը կա։ Ինքը կարա խաղասենյակում լինի, կարա հոգեբանը տանի իր մոտ, քանի որ ինքը ծառայություն է ստանում, իրենք նայեն երեխային, մինչև որ ես ժամանակս կարողանամ դասավորել։ Ես Աթենն եմ ու 6 տարեկան եմ։ Մամայի գործի տեղում շատ խաղեր կա ու շատ գնդակներ։ Որ դու խաղում ես մաման ինչ անում։ Գործանում Ինչ գործանում ես։ համակարգիչով։ Հիմնադրամում 2009 թվականից եմ, ստեղծման առաջին իսկ օրվանից, 2010-ին ծնվել է առաջին բալիկս ու շատ շուտ եմ վերադարձել, որովհետև պայմանները թելադրում էին, այսինքն միջավայրը անվտանգ, ապահով եւ ճկուն, աշխատաժամերը այն ժամանակ դե COVID չի եղել, բայց մենք արդեն ճկուն եղել ենք, այսինքն երբ որ պետք է եղել երեխային տանը խնամել, տանից աշխատանքը իրականացնել, այդ հնարավորությունը մեր գործատուն տվել է։ 4-րդ անգամ, երբ որ գնացել եմ վիզու հետ վերադարձել էլի շատ շուտ, 2022 թվականն է եղել, այսինքն բալիկս 5 ամսական է եղել, ես հետ եմ վերադարձել, արդեն 2
դեռահաս տան ունենալով, 2 փոքրիկ ունենալով կարողացել եմ կրկին համատեղել, որովհետև էլի գործատուի կողմից այդ հնարավորությունը ճկունության տրվել է ու հասկացված է եղել միշտ։ Ինձ թվում է իմ ղեկավարման ժամանակ 45-ից ավել երեխաներ են ծնվել հիմնադրամում ու դա միշտ հպարտությամբ եմ ասում, որովհետև այդ բոլոր կանայք են, ովքեր գնացել են ֆիզարցակուրտ, նորից վերադարձել են։ Մեր աշխատակիցները հիմնականում կանայք են եւ այս պահին մոտ ունենք 100-105 աշխատակից, ինչպես կազմակերպել աշխատանքը, որ ոչ աշխատանքը դուժի, ոչ այդ մայրիկների եւ կանանց բնականon ընտանիքը, ընտանիքում իրենց պարտականությունները։ Օրինակ, մենք բոլոր կենտրոններում ունենք խաղասենյակներ եւ խաղասենյակի աշխատակից, որը մեզ մոտ սպասարկող երեխաների համար է, բայց նաեւ մեզ մոտ հաճախող մեր աշխատակիցների երեխաների համար է, որովհետեւ շատ դեպքերում, երբ որ երկար ժողովներ են ունենում, երեխաները խաղասենյակում են, շատ դեպքերում, երբ որ ուղղակի արձակուրդային շրջան է, դայակը չկա, պահող չկա, մեր բոլոր աշխատակիցները գիտեն, որ երեխաները կարող են հաճախել կենտրոն, այդ օրը մամայի հետ գան գործի, երբեմն նաև կատակով մեզ աջակցում են, փոքր նկարում ենք, քսերոքս ենք անում, ջուր ենք բերում, որ այդ գեղեցիկ միջավայրն է տեսնելու նաև աշխատանքը, որտեղ են իրենց ծնողները աշխատում։ Այդտեղ օգնում եմ բոլորին, բերում եմ բոլորին ջուր, բոլորին բերում եմ խաղալիքներ, Մյուսը դա վճարվող արձակուրդների քանակն է, որ ընթացակարգով փորձում ենք ամրագրել, դա բացի իրենց վճարվող արձակուրդը տարեկան 5 օր ավել արձակուրդ, որպեսզի կարողանան գնալ բժշկի տանել, ինչ որ հոգսեր հոգալ եւ կազմակերպել իրենց առօրյան։ Մյուսը մենք նաեւ ունենք հաշմանդամություն ունեցող մարդիկ, կանայք, որոնք աշխատում են հիմնադրամում եւ շատ դեպքերում մենք աջակցում ենք նաեւ հաշմանդամություն ունեցող մարդու այդ միջավայրը ստեղծելուն, իրեն տրանսպորտով ապահովելուն, որ կարողանա արագ գործի հասնել։ Նաև ունենք ընտանիքում հաշմանդամություն ունեցող մարդիկ, որ խնամքի կարիք է լինում եւ փորձել ենք այնպես անել, որ աշխատավարձի կամ խնամքը կազմակերպելու ընթացքում մարդը նույնպես ֆինանսապես չտուժի եւ նաեւ գործը չտուժի։ Ու նաև այս հոգեբանական անվտանգ իրավիճակն է, որ դու կարող ես քո դժվարություններից ընտանիքում եղած ազատ խոսես գործատուի հետ ու ոչ թե քննադատվես, այլ աջակցություն ստանաս։ Իմ աշխատանքի տեսանկյունից, քանի որ ես մասնագիտությամբ սոցիալական աշխատող եմ ու գիտեք, խոցելի ընտանիքների հետ շատ ենք առնչվում, այդ ինձ օգնել է, որպեսզի այդ այրում կոչվածը մասնագիտական կարողանամ հեշտ հաղթահարել, քանի որ ինձ հասկանում են ու էմպաթիա կա իմ խնդիրների, իմ դժվարությունների հետ կապված, նաև ես եմ կարողացել էմպաթիկ լինել շահառուների, ընտանիքների ու տարբեր խնդիրների լուծման տեսանկյունից։ Ես Գուրգենն եմ 8 տարեկան եմ։ Իմ մաման հոգեբան է ստեղ աշխատում, ես մեկ գալիս եմ, տենց օգնում եմ։ Քրիստին օրինակ ինչ-որ թղթեր է պետք գալի, ասում է տեղը հանում եմ։ Փոքր որդիս պատրաստ է կազմակերպել իմ հետ հավասար եւ խմբային աշխատանքներ, ինձ շատ աջակցում է երեխաների հետ խմբային աշխատանքներ կազմակերպելիս, նաեւ պատրաստ է խաղասենյակին օգնել, այնտեղ կազմակերպել, վերահսկել։ 2005 թվականից այստեղ սկսել եմ աշխատել, երբ որ մանկական զարգացման կենտրոններ են ժամանակ անունը, հետո որ դարձավ հիմնադրամ ու առաջարկ ստացա վերադառնալ, արդեն ունեի երրորդ բալիկիս, երրորդը ծնվել էր, մի տարեկան էր եւ առանց վարանելու, առանց մտածելու ինչպես եմ կազմակերպելու եւ դասավորելու իմ ընտանեկան գործերը, ես եկա այստեղ, եթե անհրաժեշտ է լինում, մենք շատ ճկուն ենք լինում եւ նաեւ կարողանում ենք երեխաների հետ հավասար այստեղ լինել, այսինքն երբ որ ես ասում եմ մենք գնում ենք այսօր պիտի գնանք միասին աշխատանքի, ինձնից առաջ հագնվում եւ շուտ արագացրու մենք պիտի գնանք ճիշտ ժամանակին հասնենք։ Եթե երեխան ուզում է գալ այստեղ մայրիկի հետ աշխատանքի, նշանակում է ամեն ինչ ճիշտ ձևով է գնում։ Աշոտ, ուր ես գնում։ Արի մի քիչ խաղանք։ Ուր ես բախանասենյակից գնում ես։ Բայց ինչի ենք ուզում ընտանիքամետ լինել, բացի այն, որ երեխայակենտրոն ենք, առաքելությունն է, այլ
երեխայի հետ եւ ընտանիքի հետ աշխատելու դաշտում շատ կարեւոր է, որպեսզի դու մոտիվացված եւ ցանկացող աշխատակից ունենաս, որի կյանքը արհեստական դժվարություններ չի ունենում եւ այս ինքը հենց տեղով ներդրում է, այսինքն եթե քո աշխատակիցը ավելի մոտիվացված է աշխատում, ինքը գիտի, որ կառույցը նաեւ իր դժվարությունների ժամանակ իր կողքին է եւ պատասխանատվություն է կրում, դա փոխադարձ ներքին համաձայնություն կա եւ մարդկային եւ պրոֆեսիոնալ առումով ու ինձ թվում է մեր դաշտում աշխատելու համար շատ կարեւոր են, որ աշխատակիցները մոտիվացված լինեն, հոսունությունը քիչ լինի, իրենք իմանան, որ կառույցը նույնպես շատ պատրաստակամ է եւ պատասխանատու է զգում իրենց կյանքի որակի եւ իրենց երեխաների կյանքի որակի համար, եթե մի կենտրոնից հասել ենք 7 կենտրոնի եւ 15 աշխատակցից 100 աշխատակցի, ու նաեւ ինձ թվում է շահառուները եւ մեր գործընկերները մեր հետ լավ են համագործակցում, գոհ են, բավարարված են, դա նշանակում է, որ փորձել ենք այդ բալանսները պահել։